Բարելույս, իմ հարազատներ, ողջունում եմ բոլորիդ, հուսով եմ բոլորդ լավ եք, նորից ձերդ ես եմ, նորից երեխաներին դպրոցից հասնելուց հետո սկսում ենք մեր այսօրվա օրը, սենց լավ նոտայից, այսօր որոշեցի սենց սկսեմ վիդեոս ու ինչի համար է երաժշտությունը միացրել։ Շատերը կարող է մեծ ուշադրություն չեն դարձնում դրան, բայց ասեմ, երաժշտությունը այդ մի հատ մեծ ու խորը աշխարհ է, ու երաժշտությունը շատ ուժեղ գործիք է, ինչ առումով մարդու տրամադրության, ամեն ինչի վրա դա ազդում է, ամեն ինչի։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, եթե ձեզ ասենք մի հատ կամերա դնեք ու կողքից նկարեք, նույնիսկ մեքենա վարելուց տեսեք, որ ձեր ուրեմն վարելու ձևը ամեն տարբեր երաժշտության հետ փոխեք երաժշտությունը ու տեսեք, որ համ ձեր տրամադրությունն է փոխվում, համ ձեր մեքենա վարելու ձևն է փոխվում։ Ինչ եմ ուզում ասեմ, երաժշտությունը շատ կարևոր բան է ու որակով երաժշտությունը։ Ես գիտեմ տեղեկան շատերը կասեն, որ ասենք լավ դե ինչ, ասենք կլասիկա ես դրել լսում ես բան, չէ, ժողովուրդ, ես խորհուրդ կտամ շուշուտ դսեք դասական երաժշտություն, ջազ, որակով երաժշտություն, որովհետև իրոք դա ազդում է մարդու տրամադրության վրա, օրվա ամեն ինչի վրա ազդում է։ Հիմա սա երաժշտությունը, որ միացել է, սա իմ համար ոնց որ տեստ լիներ, այն նույն ճանապարհը, որ ես սովորաբար ամեն առավոտ գնում եմ ինչ-որ sense թրաֆիկ, ստրեսային եւ այլն, օրինակ ես երաժշտության տակ շատ ավելի հանգիստ գնացի, որովհետեւ նույնիսկ գիտական ապացուցված փաստեր կան, որ ինչպես է դասական երաժշտությունը ազդում նույնիսկ ջրի վրա ու մնացած մյուս երաժշտությունները YouTube-ում կա տենց վիդեոներ, կարաք տնեք, նայեք, մի խոսքով լսեք միայն որակյալ երաժշտություն եւ դա կազդի ձեր տրամադրության, ձեր օրվա, ինչպես եք օրը սկսում, ամեն ինչի վրա։ Ես ինձ իհարկե երաժիշտ չեմ համարում, բայց ունեմ երաժշտական միջնակարգ կրթություն իհարկե, ոչ բարձրագույն, միջնակարգ, ուրեմն երաժշտական դպրոց եմ ավարտել ու ինչ որ չափով երաժշտությունից հասկանում եմ ու հասկանում եմ, թե ինչ կարևոր դեր է խաղում երաժշտությունը մարդու կյանքում։ Քանը ողջույններս բոլորիդ ժողովուրդ ջան, ես իրոք հուսով եմ, որ բոլորդ լավ եք, ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ, որ ալիքի հետ եք, շնորհակալ եմ, որ հետևում եք իմ վիդեոներին, բոլոր մեր ընկերներին, ովքեր նոր են միացել իմ ալիքին, շնորհակալ եմ դրա համար, հուսով եմ կմնաք ալիքի հետ, ես էլ կփորձեմ ձեզ ապահովել հետաքրքիր կոնտենտով, իսկ դե եթե դու ես պայն դիտում ես այս վիդեոն, բայց դեռ գրանցված չես իմ ալիքին, եղբայր չեղավ ցավ տանեմ։ Ներքևը կոճակ կա, սխմի այդ կոճակը, դիր քո լայքը, եթե հավանում ես իմ վիդեոները, դա ինձ մեծ օգնություն է։ Այսօր երկուշաբթի ժամը առավոտյան 8-ն է, դե ինչպես նշեցի, դպրոց երեխաներին ու հիմա սկսում ենք մեր երկուշաբթին։ Հույս ունեմ այսօր ունենալու ենք հողառատոր, առանց ինչ-որ միջադեպերի ու ավելորդությունների, ընենց որ գնացինք իմիջայլուց կուզենայի նշեի եւս մի բան, շատ կարևոր բան, երաժշտությունից
ոչ պակաս կարևոր, դա մարդու ֆիզիկական առողջությունն է, հետևեք ձեր առողջությանը, ես սկսում եմ մյուս շաբաթվանից դրանով զբաղվել, այսինքն ինչ եմ անում դրա համար, դրա համար ես իհարկե գնալու եմ մարզասրահ ու անցնելու եմ դիետի եւ դա եթե ես մենակով անեմ, դա տևում է շատ երկար, իհարկե, բայց ես իմ նախորդ վիդեոներում նշել եմ եւ կարծում եմ շատերը տեսել եք, ուրեմն ֆիթնես տրեյների մասին Անրին, որը մեծ փորձ ունի, բավականին երկար տարիների պրոֆեսիոնալ ուրեմն մարզիչ է եւ դիետոլոգ ու ինքը հրավիրում է իր մոտ մարզվելու, ուրեմն անցած օրը Արին ինձ զանգեց ու սենց մի լավ առաջարկ արեց, եթե դուք գնաք կապնվեք Անրիի հետ եւ նշեք, որ իր մասին լսել եք Uberology միջոցով, կստանաք 20% զեղչ, գները շատ հարմար են համեմատած մյուս մարզիչների, ես որտեվ իմ հարազատներից արդեն կան մարդիկ, ովքեր այցելում են Անրիի մոտ ու շատ գոհ են արդյունքներով, շատ կարճ ժամանակում արդեն բավականին բարձր արդյունքներ են գրանցել ու դեռ շարունակում են գրանցել եւ այդ գումարի մեջ մանրամասների համար իհարկե կարող եք կապնվել, Անրին ձեզ ամեն ինչ կբացատրի, ինչ եւ ոնց, բայց ասեմ, որ գումարի մեջ նաեւ մտնում է դայետը, որը նա հատուկ հենց ձեր համար գրում է, որովհետև արյան տեստ եք հանձնում եւ այդ ամեն ինչը հաշվի առնելով նա ձեր համար գրում է հատուկ դայետ, որը որ իրոք բավականին թանկ արժի ու այդ ամեն ինչը ինքը կանի ձեր համար անվճար, եթե դուք գրանցվում եք իր մոտ ու պարապում եք։ Նենց որ ես վիդեոյի ներքևում կդնեմ Անրի Instagram-յան էջը, կապնվեք, եթե հարցեր ունեք եւ հաստատ համոզված եմ կգրանցեք բավականին լավ արդյունքներ կարճ ժամանակում։ Իսկ հիմա մենք ստացանք առաջին մեր պատվերը $20 կարճ պատվեր ու շատ մոտ է հեռու չի, հիմա գնում ենք իր հետևից։ Առաջի կարճ պատվերը, եկանք ուրեմն Գլենդելի քոլեջը բերեցի, ստեղից արդեն կիշնենք դեպի ներքև, կիշնենք Հոլիվուդի կողմ, երևի թե մի խոսքով գնացինք, չերկարացնենք, հիմա չեմ կարող որտև ասեմ, երկու շաբթի է, ամենայն դեպս կարող է այսօր իմ հանդեպ բարեհամբույր գտնվի Uber-ը ու չգիտեմ, մի բան տա Գնացինք շահուրդ։ Ժամը 11-ն է արդեն, $20 իմ առաջի ու դեռ վերջի պատվերն է եղել, ոչ մի բան դրանից հետո ինձ չի տվել,
Hollywood, West Hollywood, Beverly Hills պատտվել եմ, ահագին պատտ համարյա չեմ կանգնել, նոր եմ ասենց կանգնում։ Մի խոսքով, բայց դե հույսս դեռ չեմ կորցնում, հիմա ասենց թե նենց արդեն վերջ գործը հիմա կանգնեց։ Սպասենք, սպասելու եմ, տեսնեմ ինչա տալիս հաջորդը ու երբ է տալիս։ Հենց որ հեռու չգնաք, սա հետ կգա։ Հենց խոսքիս վրա, որ պատվեր չեմ ստացել, ուրեմն $60 տվեց Beverly Hills-ից downtown նոր իջացրեցի ժողովրդին, հիմա տեսնենք downtown-ից մեզ ինչ է սպասում, չնայած զարմանալիորեն ասեմ ինչ-որ մի տեսակ սենց downtown-ել կիսադատարկ վիճակ է, իմիջայլոց այդ կիսադատարկ վիճակի հետ կապված shutdown էր government partial մասնակի թե full shutdown էր համոզված չեմ ու նույնիսկ համոզված չեմ վերջացել այդ shutdown-ը թե դեռ ուժի մեջ է, որովհետև դատելով այս downtown-ի կիսադատարկ վիճակից կարա եւ դեռ ուժի մեջ լինի։ Հենց որ դա նույնպես կարա գործի վրա ազդեցություն ունենա, իհարկե շատ մեծ ազդեցություն, բայց հուսով եմ դա շուտով, եթե չի վերջացել իհարկե, շատ շուտով կվերջանա, որտեղ դա շատ ծանր հետևանքներ կունենա բոլորիս վրա։ Լավ, downtown, հիմա սպասենք ես պատվեի։ Ինչ ցավոք սրտի այսօր առավոտյան այս հատվածը շատ չստացվեց աշխատելու, հիմա արդեն ժամն է գնում եմ, որպեսզի երեխեքին դպրոցից վերցնեմ, մնացեք ալիքի հետ, հեսա դպրոցից երեխեքին վերցնում եմ ու էլի դուրս գամ աշխատանքի, հենց որ կապի մեջ։ Hi, how are you? Oh, go ahead. What did you ask him? Did you mind if we vape? No, I don't. Thank you. Oh, they allow you to vape? Yes. Some. Oh yeah, you're paying. Well, no. Some Well, people yeah, don't. but it's their personal car. I Yeah, just some never. Yeah. You're not paying for vaping actually. Yeah, I that's just the don't thing. mind. That's what I'm saying. Yeah, I've never asked either. I always ask out of courtesy. Thank you. Well, I mean, I've never done it in there because I thought you wasn't allowed to. Նորից ողջույններս բոլորիդ, նորից ես հետ եկա, ժամը 4:03-ա, երեխեքին բերեցի տուն ու մի անգամից մեր մոտից կարճ պատվեր տվեց, $20 ընդամենը այստեղ SUV-ով էր պատվերը, 2.5 մայլ էր թե ինչ կան, բայց ինչի եմ ուզում անդրադառնալ այս պատվերին, վատ մարդիկ չէին, բայց նայեք մարդկանց մտածելակերպը, այս երկու կին էին ու մի սևամորթ տղան էր, տղան նստելուց առաջ հարցրեց կարող եմ վեյպ անել մեքենայիդ մեջ, ասյա խնդրեմ, դե եթե բան չի հետ ասենք, ինչ-որ ինչ են ասում, մի խոսքով, ուրիշ ինչ-որ բան չի, ուղղակի էլեկտրական սիգարետ է, որը տենց ինչ-որ հաճելի հոտ ունի կամ նույնիսկ ընդհանրապես հոտ չունի, տենց առանձնապես ես դեմ չեմ, եթե տենց նորմալ ձևով հարցնում են, միշտ էլ ասում եմ, խնդիր չկա, որտեվ ամեն մեկը չի, 1000-ից մեկն է պատահում, չեմ մերժում, եթե ասեմ նորմալ հարցնում եմ, չեմ մերժում, որ հարցերս նստեցին, հետո կանայք ասում են, ինչ հարցրեցիր վարորդին, ասում հարցրեցի թույլտվություն, որ վեյպս ծխեմ, ասում ես չգիտեի, որ դու կարաս վեյպ ծխես, ասում դե ինք ասեց, թե ես չեմ էլ հիշում արդեն, չես կարա, բայց հարցրեցի, հիմա ինքն էլ չմերժեց, ասի հա ես դեմ չեմ ծխի, մեկ է մյուս կինը հետևի, ասում բայց դե վճարում ենք հիմա, ինչի՞ այն բանը, որ վճարում ես, դրա համար ես իրան ասացի, չգիտեմ, այնտեղ վիդեոյի մեջ ինչքանով է լսվում, ասացի, որ չես վճարում ավտոյի մեջ ծխելու համար, ում ասեմ, վճարում ես միայն տեղափոխության համար, հիմա մնացած էքստրա բաները, հա, հիմա խնդրեմ, տղան հարցրեց, նորմալ շնորհքով
Ես չմերժեցի։ Իհարկե, խնդրեմ չի, այդ վեյպը ոչ մի բան, ոչ հոտա կապնում մեքենային, ոչ մի բան, հիմա մի խոսքով ասածից միտքին չէ, ասես մարդիկ կան, տեսեք, իրանք ինչ-որ վատ բանով չեն անում կամ որ ասենք տրամադրված ուզում են ինչ-որ վատ բան քեզ արածել են։ Ուղղակի իրանք մտածելակերպն է, տենց իրանք տենց են պատկերացնում։ Մենք որ վճարում ենք, նույնիսկ եթե SUV են կանչել, SUV-ի համար վճարում ենք, այսինքն ինչ որ վճարում ես մեջը ինչ կարաս անես, ասենք, լողանաս, հաց ուտես, ծխես, հրաշվես, էլի, սենց են պատկերացնում էլի այդ ամեն ինչը։ Դրա համար սենց մարդիկ էլ կան, բայց ասում եմ, էլի եմ ասում, նենց չէր որ իրանք վատ մարդիկ են, վերջում էլ շատ շնորհքով շնորհակալություն, շատ լավ ոնց որ rider, smooth ride ասելով, այսինքն հանգիստ փափուկ տես մեր լեզվով ասած պլավնի խոսակցականով։ Նա, տենց գոյչան, նենց չէր որ ինչ-որ ես ասեցի ինքը նեղվեց կամ բան եղավ, չէ, ուղղակի կան մարդկանց տեսակ ու մեջ նստած է դա, որ վճարում ենք, ուրեմն պետք է մաքսիմալով են, որ էլ չգիտեն այդ վճարման մեջ ինչ է մտնում, չի մտնում, քան թե դու luxury auto ես կանչել, կարաս մեջը ծխես, ոչ, չես կարա ծխես, այդքանը զուտ սենց մեծ ես ասի, որ սենց մարդկանց տեսակ էլ կա, ում հանդեպ ոչ թե պետքա չարանալ, ասենք, գիտեմ շատերն էլ են կարող ասենք, նույնիսկ ինչը մեղադրելու չի, տեղեկան կարողա չդիմանան, ասենք պայթել ասելով, վիրավոր են երկու կոպիտ ձևով բան են, բայց հասկանում ես մարդուն, որ նայում ես արդեն խոսում է, հասկանում ես, որ այդ մարդը նես չի, որ քեզ ուզում է վիրավորած լինի, ուղղակի ինքը տենց է այդ ամեն ինչը պատկերացնում, իմ նպատակներն է, որ տենց մարդկանց ասենք ես թույլ չսովորացնեմ, որ չէ, էլի Ազիզ ջան, տենց չի ձևը, որ փող ես տալիս, դու ճանապարհի համար ես փող տալիս, ուրիշ էքստրա բաների համար չես տալիս։ Տենց այս մի պատվերը հիմա արեցինք, ինչպես ասեցի 4-ն է, հիմա Լակրասենտայից արդեն կամաց երևի կիշնենք ներքև, չնայած համոզված եմ խցանումներն էլ հիմա արդեն ահավոր կլեն, բայց իջնում ենք ներքև, գնացինք։ This one and the one down there where I think it's Virgil. Oh yeah, man. Tell me about it. Yeah, Virgil, Beverly, not Beverly, but you know what I'm talking about. Yeah, of course the one I know. that's way down there. Near the yeah, right there. Yeah, right there. By Yeah. that store. Mhm. Okay, that sucks. That sucks. Yeah. Because it's 3 streets turning into one. Yeah. Virgil Temple and Beverly. Գլենդերից պատվերով իջա Հոլիվուդ, ընկել եմ Կորեաթաուն ու այս Կորեաթաունի մեջ 12, 13, 14 դոլարով պտտում է հերթականն եմ վերցնում հիմա։ Մի քանի ժամում ինձ ահավոր ճիշտ ասած հոգնածրեց էս։ Կարծում եմ գիտեք, թե կարծում եմ որ այդտեղ ովքեր քշում են գիտեն Կորեաթաունի հատվածը ու գիտեն թե այս պիկ ժամին ինչ է կատարվում, խնդրեմ հերթական պատվերը 21 դոլար։ Գնացինք, քանի տալիս է ոնց որ ասում է քշենք, որտեվ հեսա քիչ էլ անցավ արդեն կանգնելու է գործը ու էլ չի տալու։ Կարճ պատվերներով downtown հասա։ Տեսնենք թուլացավ էս աշխուժությունը մանր պատվերներից լելի ենք անելու։ Շատ մանր է իրոք ժողովուրդ, ահավոր մանր 12, 15, այս մեկը չնայած 20 էր, 22 էր, ինչ էր, սենց ինքը ոնց որ արդեն լավ պատվեր է, էլի համարվում այդքան 12 դոլարի մեջ։ Լավ, ինչևից է, հիմա այստեղ միտեղ կկանգնեմ մի քիչ, խնդրեմ, հաջորդ պատվեր եկավ 24 դոլար ու հիմա կասի, չէ, լավ, հասցրեցինք, լավ, գնացինք հաջորդ պատվերի հետևից 24 համարյա 25 դոլար դուրս են գալիս downtown-ից ոնց որ թե այդ կարևոր է։ Գտնվում եմ 1000 Oaks-ում, Հոլիվուդից ուրեմն լիֆտով պատվեր ստացա, եկա 1000 Oaks,
Շատ լավ է, շատ գոհ եմ, կինն էլ $42 կարծեմ թեավճար թողեց։ Հիմա ուղղակի խնդիրը մնում է այստեղից ոնց են իջնելու ներքև, որ բախտս բերի այստեղից մի բան էլ վերցնեմ, իջնեմ, հիանալի կլինի ուղղակի, հիանալի։ Հենց որ հա, այստեղ հեսա կսպասեմ մի քիչ ու կշարժվենք ներքև արդեն։ Ժողովուրդ ջան, բավականին երկար սպասեցի, նույնիսկ Excel-ն եմ միացրել համ լիֆտի մեջ, համ Uber-ի մեջ, բայց ցավոք սրտի ոչինչ չկա։ Հիմա արդեն մտա freeway, ինչպես տեսակ շարժվում եմ տանկով, որտեղ արդեն էլ իմաստ չունի, ժամը 9:30 է, արդեն քաղաքում էլ գործը թուլանում է ժամին։ Գնամ տուն, որպեսզի փորձեմ առավոտյան շատ շուտ դուրս գամ գործի։ Այսքանով այսօր կեզրափակվենք։ Այսօր ընդհանուր իրար հետ աշխատեցի ուրեմն $400։ Չեմ կարող ասեմ հրաշալի է, բայց դե փառք Աստծո, որ ասում եմ, կարող ավելի վատ լիներ։ Այս ուղղակի այս երկար պատվերը բախտս բերեց, գումարած որ կինն էլ Շացի թեավճար տվեց նորմալ։ Հենց որ այսօր այսքանը, լավ եղեք, շնորհակալ եմ բոլորիցդ, կհանդիպենք շատ շուտով, առայժմ։